Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Իմ վերլուծությունով հայկական պետականությունը կանգնած է շատ լուրջ սպառնալիքի առջև։ Եվ սա նաև հիմնված է տարբեր տեղեկատվությունների վրա, որը այս թեմայի շուրջ ես ունեմ։ Տարբեր աղբյուրներից եւ տարբեր ուղղություններով։ Եվ մի քանի վերջի իրադարձությունը նաև, որը տեղի է ունեցել, խոսում է նրա մասին, որ այս վտանգները իրական են։ Այդ թվում այնինչ տեղի է ունենում Վրաստանում, ինչպիսի զարգացումներ են այստեղ ռազմաքաղաքական ուղղությամբ, Ռուսաստանի ազդեցության եւ հատուկ գործողությունների, որոնք Վրաստանում իրականացվում են քաղաքական մակարդակով, այսինքն վերահսկողության աստիճանը, որը Ռուսաստանը ամրապնդել է Վրաստանում ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի միջոցով այսօր, դա այդ վտանգների կարևորագույն բաղադրիչն են, որոնք վերաբերվում են Հայաստանին։ Հայկական պետությունը կանգնած է իրական սպառնալիքի առջև, եւ ես համոզված եմ, որ Լավրովի հայտարարությունները, որը ինքը արել է, ուրեմն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ, եւ այդ հայտարարությունները հասանելի են, իմ պատկերացումով միայն եւ միայն հաստատում են դա։ Հաստատում են այն, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել նրա հետ, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, ինչքան էլ Լավրովը չասի, որ իրանք հարգում են այդ մոտեցումը։ Լավրովի այդտեղ ակնարկը նրան նաև, որ հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային հայրենական այդ պատերազմում եւ երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է խոսքը եւ դրա ժխտալու մասին էր խոսում, արևմուտքի հետ հարաբերությունների մասին էր խոսում, նույն այն համատեքստում մի խոսքով ինչ ուղղությամբ էլ Ուկրաինան իրանք թշնամի հայտարարեցին եւ Ուկրաինալին էլ մեղադրում դրա մեջ, որ եվրոպացիքի հետ միասին ընտրում էին կամ տարբերակը իրականում եւ որ ժխտում են ուրեմն նացիստների դեմ պատերազմը եւ պայքարը։ Այդ հայտարարությունները քաղաքական բովանդակությունով, որը Լավրովը արեց, բացի դրանից այն գնահատականները, որը այդտեղ տրվել են ռուսական ԶԼՄ-ների կողմից, զուգահեռ դրա, երբ քաղբանտակյալներ են համարվում Գյումրու քաղաքապետը, ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը եւ այլն, երբ փորձում են մեզանից մեր եկեղեցին պաշտպանել բացահայտ հայտարարելով, որ ճնշումներ են հայկական եկեղեցու վրա տեղի ունենում եւ լրագրողները, որոնք Ռուսաստանի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ են, այդպիսի հարցեր են տալիս, բացահայտ երևում է սցենարը եւ երևում է իրականությունը, հարգելի հայրենակիցներ, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել այն իրականության հետ, որ Վրաստանը վերցրել է վերահսկողության տակ, իսկ Հայաստանը ոչ, եւ Հայաստանը կորցնում է եւ դրա մասին են իրանք խոսում բացահայտ։ Ես իհարկե ողջունում եմ պարոն Ալեն Սիմոնյանի հայտարարությունները այդտեղ, որոնք արվեցին, շատ կարևոր գնահատականներ տվեցին։ Հապկի թեմայով իհարկե պարզ է եւ այդ թեմայի հայկական կողմը անդրադարձ չարեց, ասաց, որ թեման փակ է փաստացի։ Եվրասիական տնտեսական միության լքելու մասին օրակարգ չկա եւ դա իրոք այդպես է, բայց ընդհանուր առումով պարոն Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, հատկապես լրագրողների ուղղությամբ արվածը, միանգամից փակեց այդ թեմաները, բայց սա միայն այն է, ինչ երևում է, հարգելի հայրենակիցներ։ Կան տարբեր գործընթացներ, այդ թվում առաջի հերթին Վրաստանում, եւ որոնց մասին ես լինելով Վրաստանում եւ այստեղ գործելով նաեւ կարելի ասել, որ ամենալավն եմ հայերից առնվազն հաստատ տեղեկացված, թե ինչ է այստեղ տեղի ունենում Վրաստանում եւ իրավիճակը ինչքանով ծանր է, եւ այդ իրավիճակը չի վերաբերվում միայն Վրաստանին։ Ռուսաստանը դրել է իր առջև օրակարգ եւ այդ օրակարգը ներառում է ամեն գնով Հայաստանը վերականգնել ինչպես Ռուսաստանի գաղութ։ Այդ նպատակի ուղղությամբ արվելու են լուրջ քայլեր եւ կարելի է համարել, որ հիբրիդային պատերազմի այդ օրակարգը, որի մասին մենք խոսում ենք, իդեմս Լավրովը նշեց, որ ասեց ինչու եք դուք այդպիսի հայտարարություններ անում, որ իբրև հյուսիսից վտանգներ կա եւ ինչու եք Եվրոպական միությունին հրավիրում այդ հիբրիդային պատերազմի ուղղությամբ գործելու եւ այլն,
Դե պարով Լավրովը չի տեսնում, որ եւ ասում է, որ իրանք հարգում են հայ ժողովրդի ընտրած ուղին եւ չեն միջամտում, բայց իրանք շատ լավ էլ միջամտում են իրանց տրամաբանությունից եւ մենք շատ լավ արդեն տեղյակ ենք ձեր հետ միասին, որ եկեղեցում իրանց գործակալները, ներքին գործակալական ցանցը, ինչպես նաև ուրեմն իհարկե դա վերաբերվում է նաև ֆիզիկական գործակալական ցանցին եւ առհասարակ ռուսական ռազմաքաղաքական վտանգներին, այդ ամենը ակտիվացված է։ Կան տեղեկատվություններ, ես ուղիղ ասեմ ձեզ, որոնք ես շաբաթների եւ ամիսների ընթացքում տարբեր տեղեկատվություններ եմ ստանում եւ տարբեր աղբյուրներից շատ կարևոր հետաքրքիր զարգացումների մասին եմ տեղեկացված, բայց պետք է ասեմ, որ այս մտահոգիչ գործընթացները ես չեմ կարող հայտ դրա մասին եւ ուղիղ դրա մասին խոսել, ոչ էլ համարում եմ, որ դա անհրաժեշտ է, բայց իհարկե ցանկության դեպքում եւ զուտ եթե իմ ցանկությունը լիներ, ապա ես դրա մասին կարող էի ձեզ այսպես հանրային ասել, բայց այստեղ հաշվի եմ առնում շատ եւ շատ փաստարկներ, շատ եւ շատ զարգացումներ եւ հարցեր եւ հաշվի առնելով դա ես ուղիղ հանրային այդ տեղեկատվությունով չեմ կիսվի ձեր հետ եւ հուսով եմ դա հասկանում եք, բայց ես համոզված եմ, որ այն վստահությունը, որը ձևավորված է նաեւ իմ հանդեպ եւ մեր միջև, տալիս է հնարավորություն հարգելի հայրենակիցներ, որ փաստացի այսպես հենց այդ վստահության մթնոլորտը որ լինի իմ խոսքերի հանդեպ եւ դուք շատ լավ հասկանում եք թե ինչքանով ես զգուշ եմ առհասարակ որևէ գնահատականներին։ Վտանգը իրական է եւ Ռուսաստանը փաստացի օրակարգում ունի միանգամից մի քանի սցենար հայկական հարցը լուծելու համար։ Եվ այդ սցենարները կարան ներառել տարբեր եւ տարբեր մեխանիզմներ։ Առաջի հերթին, որ մենք պետք է այստեղից ակնկալենք ռուսական գործակալական ներքաղաքական հայկական ազգանուններով նկատի ունեմ ցանցի ակտիվացում շատ ավելի եւ իրական վտանգներ ներքաղաքական դաշտում։ Ես շարունակում եմ պնդել, որ հայկական կողմը բավարար չի արել այս ուղղությամբ, ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին, որ լինեն պատշաճ քայլեր սահմանափակելու ներքաղաքական դաշտում օտար պետության ներկայացուցիչների, առաջ երթին Ռուսաստանի կողմից գործակալական տրամաբանություն ունեցող հայկական ազգանուններով մարդկանց գործունեությունը, ներառյալ իրանց կողմից ռուսական գումարների օգտագործման հնարավորությունը, ԶԼՄ-ներում եւ ուրիշ հնարավորությունների միջոցով հիբրիդային պատերազմի եւ հարձակումների մեխանիզմներ հայ ժողովրդի դեմ, այդ թվում հիբրիդային այդ մտածելակերպի, այսպես ասեմ, տեղեկատվական պատերազմի բաղադրիչը սահմանափակելու ուղղությունով։ Բացի դրանից ես Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում, որ ակտիվացվի հակաահաբեկչական ուղղությունը, որովհետև սցենարները, որը կանխվել են 2025 թվականի ամռան ընթացքում, որը վերաբերվում էր եկեղեցում գործող օտար պետության գործակալական ցանցի եւ դաշնակցության զուգահեռ ահաբեկչություններ նախապատրաստելու այդ գործին, որը գիտեք, որ ԱԱԾ-ն քննում է այդ գործը եւ քաղաքացի Գալստանյանը եւ ուրիշները ձերբակալված են այդ գործով, ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին, որ հակաահաբեկչական տրամաբանությունը եւ հնարավորությունները լուրջ լինեն հզորացված, որովհետեւ վտանգները իրական են հատկապես նախընտրական, ընտրական եւ հետընտրական շրջանակներում, այդ ժամանակահատվածներում։ Բացի դրանից, ես կարծում եմ, որ Ռուսաստանը ակտիվացնելու է իր սեփական նաեւ նկատի չունեմ հայ ազգության, այլ նկատի ունեմ ռուս ազգության եւ ուրիշ նաեւ առհասարակ Ռուսաստանի գործակալական ցանցը կամ այսպես ասեմ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին եւ դա ուղիղ եւ անմիջապես սպառնալիքներ է ստեղծում հայկական պետության համար։ Ցավոք մենք հայտնվել ենք այն իրականությունում, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում
միջազգայնորեն եւ եթե կողքի դնենք ջերմուկի հատվածը, որտեղ որ ուրեմն Ադրբեջանը ներխուժած է եւ գիտենք այդ տարածքի մասին, բայց դա իրոք եւ դա պետք է արձանագրել սահմանային խնդիր է եւ կարա լուծվի եւ պետք է լուծվի սահմանի դեմարկացիա դելիմիտացիայի գործընթացի ներքսում, որտեղ որ մենք էլ եւ սրա մասին Ալեն Սիմոնյանը խոսել էր ազգային ժողովի նախագահը, որ մենք էլ X քանակի, արեք հիմա չֆիքսենք կողեք քանակը, Ադրբեջանի տարածքներ ենք պահում այս պահի դրությամբ եւ դա պետք է փոխարինվի սահմանի դելիմիտացիա դեմարկացիայի գործընթացի ներքսում։ Եթե այդ հարցը չհամարենք այս պահին եւ կողքի դնենք, ապա ամենակարևոր խնդիրը Հայաստանի Հանրապետության տարածքում օտարպետության Ռուսաստանի ռազմական ներկայությունն է, որը տալիս է հնարավորություն նաեւ ենթադրել եւ նույնիսկ պատրաստել Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններ։ Այնինչ Սոլովյովը ասեց, հատուկ ռազմական գործողություն Հայաստանի դեմ, ես կարծում եմ, որ սա մենք նաև պետք է հասկանանք ինչպես բառացի, այլ ոչ թե միայն վտանգ, որը բառացի վտանգ չէ։ Բառացի վտանգը նշանակում է, որ Ռուսաստանը կարող է օրակարգում ունենալ իր զինված ուժերը օգտագործել Հայաստանի պետության դեմ։ Ներառյալ ուրեմն դա կարա վերաբերվի ուղիղ նաև ոչ միայն հայկական պետականության դեմ, այլ նաև ընդդիմադիր ուժերին աջակցելու զուգահեռ։ Մենք պետք է ձեր հետ միասին հասկանանք, որ այս ուժերը միավորված են գործում, մենք հիշում ենք ձեր հետ միասին Վարդանիկի պատմությունը Գյումրիում, երբ ինքը Գյումրիի ուղղությունով քաղաքական, աշխարհակական, ռազմական հայտարարություններ էր անում եւ այդտեղ իր ուրեմն պաշտոնը ստանձնելու ժամանակ գտնվում էր ուրեմն Ռուսաստանի դեսպանության բարձր պաշտոնյան եւ ուրեմն Աջապահյանը։ Սա միամիտ գործողություններ չեն, հարգելի հայրենակիցներ, եւ իր այս քայլերը եւ հայտարարությունները նաեւ կապ ունեն նրա հետ, թե Ռուսաստանը ինչպիսի սցենարի առհասարակ հնարավոր է որ պատրաստում, որովհետեւ ընդդիմադիր ուժերը, այդ թվում Սամվել Կարապետյանի ակտիվացումը, այդ թվում, որը խոսում է նրա մասին, որ թրիփի ծրագրում պետք է Ռուսաստանը լինի, դա մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև դա հրավիրում է Ռուսաստանին, որ աջակցեն բացահայտ Սամվել Կարապետյանին։ Այն, որ իրանք ցույցեր են թույլ տվել Ռուսաստանում եւ այդ ցույցերի տրամաբանությունով դուք տեսաք եւ ես նաեւ ասեցի սրա մասին, որ Հայաստանի դեսպանության առջև են ցույցեր տեղի ունենում եկեղեցու թեմայով, ապա դա լուրջ վտանգի մասին է խոսում, որովհետև Ռուսաստանում ցույցեր տեղի չեն ունենում առանց հատուկ ծառայությունների ոչ միայն թույլտվության, այլ աջակցությամբ։ Ռուսաստանի հատուկ ծառայությունները Ռուսաստանի հայերին, որոնք արեք այսպես ասենք, որոնց առնվազն շատ մեծ մասը հայ չի, այլ արմյան է իր տրամաբանությունով, որովհետև իրանց համար Ռուսաստանի շահերն են ամենակարևորը եւ հակասում են Ռուսաստանի եւ Հայաստանի շահերը։ Չհամեմատեք երբեք Վրաստանի եւ Հայաստանի իրավիճակը, որովհետեւ մենք երկու փոքր հավասար պետություն միասնական շահեր ունենք շատ դեպքերում։ Եթե ոչ բոլոր դեպքերում, եւ ասեմ ձեզ, որ այսօր խոսքին շահերը կարելի ասել 100%-ով են համընկնում Վրաստանի եւ Հայաստանի, ոչ թե Վրաստանի իշխանությունների, այլ իրական Վրաստանի շահերը։ 100%-ով, այո, Վրաստանը եւ Հայաստանը միասին կարող են եւ պետք է շարժվեն դեպի արևմուտք, դեպի Եվրոպա, դեպի Միացյալ Նահանգներ եւ միասնական այստեղ գործեն, բայց Ռուսաստանի դեպքում այդպես չէ։ Ռուսաստանը կայսրություն է, որը չի կարող ընդունել, որ Հայաստանը պետություն է, անկախ ինքնիշխան պետություն։ Այստեղից մենք պետք է անենք հետեւյալ եզրափակությունները։ Առաջի հերթին այն, որ վտանգը իրական է հայկական պետության հանդեպ եւ ես նաեւ կոչ եմ անում Հայաստանի պետական պահպանության ծառայությանը, որ եւ վարչապետին նաեւ, որ առաջի անձերի եւ պետական բարձր պաշտոնյաների անվտանգությունը լինի ապահովված լրիվ ուրիշ մակարդակով։ Եվ այն մակարդակը, որը հիմա կա, բավարար չէ իմ պատկերացումով։
Չնայած նրա, որ բարձր մակարդակով է, ես ինքս էլ դրա վկա եմ շատ վայրերում հանդիպումների եւ այլն ժամանակ Երևանում, Հայաստանում եւ այլն։ Բայց սա բավարար չէ, վտանգը իրական է եւ վտանգը իրական է նաեւ ռուսական ռազմակայաններից, ռուսական զինծառայողներից։ Այո, ցավոք, ես սա հասկանում եմ, որ բարդ բան է, ինչ ասվում է, բայց հաշվի առնելով, որ մենք պատմական ունենք անցած ճանապարհ եւ Ռուսաստանը եղել է ժամանակ մեզ շատ մոտ գործընկեր է եղել, դաշնակից է եղել, այսօրվա իրավիճակում պետք է ասել, որ Ռուսաստանը Հայաստանի փաստացի դարձել է գլխավոր ռազմական սպառնալիքը այն իրավիճակում, կրկնեմ, որ Ադրբեջանի հետ մենք ունենք պոզիտիվ դինամիկա, իսկ Ռուսաստանի հետ բացասական դինամիկա, Ադրբեջանի հետ ունենք փոխկապակցվածություն, որը նույն Ադրբեջանը հասկանում է, որ Վրաստանից կախվածությունը այլևս հնարավոր չէ եւ ուշադիր հետևեք նրան, ինչ է տեղի ունենում։ Ադրբեջանը նախընտրում է Հայաստանով ճանապարհը իրականում, սուվերեն ճանապարհը մեր, այսինքն թրիփով ամրագրված է, որ Հայաստանը սուվերեն է պահելու այդ ճանապարհը, եւ Ադրբեջանը չնայած դրա, հաշվի առնելով, որ համ Վրաստանով, համ Հայաստանով ճանապարհները Ադրբեջանը չի վերահսկելու, նախընտրում է թրիփը, այլ ոչ թե Վրաստանի ճանապարհը։ Ինչու՞։ Այլ ոչ թե Զանգեզուրի միջանցքը, որը ինքը չստացավ, եւ Ադրբեջանը չստացավ Զանգեզուրի միջանցքը։ Ինչու՞։ Որովհետև Ռուսաստանը այսօր վերահսկում է Վրաստանը եւ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ կախվածություն Վրաստանից նշանակում է կախվածություն Ռուսաստանից եւ Հայաստանը նույնպես։ Ուստի հարգելի հայրենակիցներ, մենք ձեր հետ միասին վերջի շաբաթների ընթացքում խոսում ենք Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև սրվող, լարվող հարաբերությունների մասին, նրա մասին, որ Ադրբեջանը Դաղեստանի թեմա է բարձրացնում, թուրքական եւ ուրեմն իսլամական բնակչության հարցեր է բարձրաձայնում Ռուսաստանում, ապա գաղութացում է ինչ որ առումով Ռուսաստանում ապրող ազգերի ուզում այդտեղ կազմակերպել, ԱՊՀ-ից դուրս գալու օրակարգ կա առհասարակ եւ նաեւ զորավարժություններ է ուզում կազմակերպել ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ Թուրքիայի եւ ներառել նաեւ Կենտրոնական Ասիայի պետությունները։ Այսինքն Ադրբեջանը ակնհայտորեն գնում է դեպի Ռուսաստանից ապագաղութացում եւ թուրքացում եւ Կենտրոնական Ասիան էլ, հարցը հետեւյալում է. մենք այստեղ ինչ կարգավիճակ ունենք եւ Ռուսաստանը ցանկանում է, որ մենք լինենք Ռուսաստանի գուբերնիայի կարգավիճակում։ Եթե մենք Ռուսաստանի գուբերնիայի կարգավիճակում ենք, մենք այստեղ դառնում ենք չպետություն, մենք դառնում ենք խոցելի Ադրբեջանի եւ Թուրքիայի համար եւ վերադառնում է օրակարգ Զանգեզուրի միջանցք տրամաբանությունը, այսինքն ուժով մեր տարածքը գրավելու հարցը, եթե այստեղ լինի ռուսական իշխանություն։ Դրա զուգահեռ մենք այսօր արդեն հասել ենք ձեր հետ եւ Հայաստանի իշխանությունների հետ միասին Վաշինգտոնի այդ համաձայնություններին, որով մենք պահպանում ենք մենք տարածքային ամբողջականությունը, ստանում ենք կարևորագույն խաղաղություն, տնտեսական զարգացում, ռազմական հնարավորություններ եւ այլն Վաշինգտոնի հետ միասին, զուգահեռ դրա տնտեսական կապեր ենք բացում եւ համագործակցում ենք Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ, այդ թվում թուրքական պետությունների հետ։ Եվ այս իրավիճակը մեզ համար ստեղծում է հայկական պետականության ամրապնդման օրակարգ։ Այսինքն այս օրակարգը մեզ է ձեռնտու, իսկ եւ ստացվում է, որ քաղաքացիական պայմանագրի եւ բոլոր այն ուժերի, որոնք աջակցում են TRIP ծրագրին եւ TRIP-ի այս իրավիճակին ոչ թե Ռուսաստանին եւ Չինաստանին TRIP հրավիրել, դա արդեն TRIP չի, պարզ ասեմ, նշանակում է, որ կատարում են հիմա Հայաստանի պետական շահը, իսկ Ռուսաստանի պետական շահը անցկացնում են այստեղ այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են աջակցել։ Ես շատ ուղիղ եմ ասում, ես սրա մասին երկար խոսում եի, բայց այդքան էլ ուղիղ չէ, կամաց բացատրում եմ, ես հիմա շատ ուղիղ եմ ասում եւ շատ հանրային պատասխանատվությամբ ամբողջությամբ այն ուժերը, որոնք ծավալում են ուրեմն Կտրիչ Ներսյանի համակարգին աջակցելու տրամաբանություն, կոչելով սա եկեղեցուն աջակցել Ռուսաստանի գործակալների ազդեցությանը մեր եկեղեցում եւ միևնույն ժամանակ հակաիշխանական այդ տրամաբանության այդտեղ զուգահեռ դրա դաշնակցության տրամաբանականությունը ամբողջությամբ հասկանալի է եւ նույնպես Ռուսաստանի գործակալական շահն է այստեղ
տարածում եւ շարունակում ներառյալ իր վտանգները, որը այդ ուղղությամբ գալիս է, նույն ԶԼՄ-ները այս ուղղությունով իհարկե, եւ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը, որը հարստությունի, փողի, գումարի միջոցով է ուզում մարդկանց խաբել եւ կաշառել փաստացի, այդ բոլոր ուժերը ներկայացնում են Հայաստանի համար անմիջապես ռազմական եւ քաղաքական սպառնալիք, որովհետեւ իրանք աջակցում են հակառակորդի գործունեությանը հայկական պետության ներսում, ներկայացնում են իրանցից օտար պետության գործակալական ցանց եւ այս վտանգը շատ մեծ է, հաշվի առնելով այս ուժերի աջակցությունը այս ուժերի հանդեպ Ռուսաստանից եւ նաև հիբրիդային պատերազմի տարբեր օրակարգը, այդ թվում ուղիղ սպառնալիքները հայկական պետության հանդեպ։ Այստեղ պետք է ասել, որ Լավրովը շատ կարևոր հայտարարություն է արել եւ այս հայտարարությունը իմ պատկերացումով մեծ վտանգի մասին է խոսում։ Լավրովը ասել է, որ դեռ ուժի մեջ է մնում նոյեմբերի 9-ի 2020 թվականի պայմանավորվածությունները, հատկապես ապաշրջափակման եւ լոգիստիկ ուղղությունով։ Այն իրավիճակում, երբ կա թրիփ, ստորագրված փաստաթուղթ, ապա ինչ է նշանակում դեռ ուժի մեջ են մնում այն, ինչը չի կարող ուժի մեջ լինել, որովհետև այդ փաստաթուղթի որևէ կերպ ուժի մեջ չէ եւ միայն Ռուսաստանի ՖՍԲ-ին փոխանցել այդ ճանապարհը անհնար է։ Այսինքն Լավրովը ասում է, որ փաստացի իրանք շարունակում են պնդել, որ թրիփի այդ տարածքում պետք է լինի կոնկրետ ներկա Ռուսաստանի ՖՍԲ-ն եւ զինված ուժերը։ Ես նաև այստեղ ուղիղ արձանագրեմ, հարգելի հայրենակիցներ, եւ ես նաև դիմում եմ Հայաստանի իշխանություններին։ Ռուսաստանը կարող է փորձել վերահսկողություն հաստատել թրիփի այդ հատվածի, Մեղրու հատվածի վրա։ Իր ռազմական հնարավորությունների եւ սահմանապահների միջոցով։ Ռուսաստանը կարող է Հայաստանի դեմ օգտագործել իր ռազմական ներկայացությունը Հայաստանի տարածքում։ Ռուսաստանը կարող է ակտիվացնել իր գործակալական ցանցերը եւ կազմակերպել տարբեր ահաբեկչական գործողություններ հայկական պետության դեմ։ Վրաստանը, ինչպես այսօր դեռ Հայաստանը մեծ կախվածություն ունեցող պետություն, մենք արդեն տեսանք ինչպես մասնակցեց եւ խոսել ենք դրա մասին ձեր հետ վերջի իմ վերլուծություններից կամ ելույթներից մեկում Իվանիշվիլին Փաշինյանի դեմ, Վրաստանը պատրաստ է մասնակցել Վրաստանի ռուսական իշխանությունը եւ ռուս օլիգարխ Իվանիշվիլին պատրաստ են մասնակցել կոնկրետ այս օրակարգում եւ պատրաստ են փաստացի ոչ միայն հիբրիդային պատերազմի հնարավորություններ տալ Ռուսաստանին հարձակվելու Հայաստանի վրա, այլ նաև ամեն ինչով, ինչ անհրաժեշտ լինի, այդ թվում տնտեսական սահմանափակումները խոսքին, որոնք երկար ժամանակ է տեղի են ունենում եւ դա նորություն չէ, սա կարող է շարունակաբար տրամաբանություն ունենա եւ վտանգները կարող է շարունակվել հայկական պետության հանդեպ աճել։ Ուստի հայկական պետությունը պետք է այստեղից եւ սա մենք վերադառնում ենք կոնկրետ Ռուսաստանի կողմից վտանգներին, որոնք արձանագրված են, ոչ միայն կոնկրետ Ռուսաստանի, այլ առհասարակ վտանգներին, որոնք արձանագրված են Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցում 2026 թվականի, համարում եմ, որ այդ զեկույցի այդ հատվածները կարևոր ձևով ակտիվացում են ստացել եւ վտանգները լուրջ առումով աճում են։ Հաշվի առնելով սա, հարգելի հայրենակիցներ, ես պնդում եմ եւ կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին օգտագործել բոլոր պատշաճ հնարավորությունները հայկական պետության պաշտպանության նպատակով, ներառյալ չեզոքացնել այն քաղաքական ուժերը եւ հնարավորությունները, այդ թվում ներառյալ ֆինանսականը, որոնք կոնկրետ օտար պետության ֆինանսավորումով, աջակցությունով, թելադրանքով գործունեություններ են ծավալում Հայաստանի ներքաղաքական դաշտում, սրա պարտականությունները Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ունի, զուգահեռ դրա ակտիվորեն հետևել դաշնակցության գործունեությանը, հատկապես ռազմական ուղղությամբ եւ բաղադրիչով, թե եւ ընդհանուր ահաբեկչական իրավիճակին, ակտիվացնել վերահսկողությունը
կոնկրետ Ռուսաստանի գործակալական ցանցի եւ ուրիշ գործակալական ցանցերի նաեւ Հայաստանում, որոնք կարող են ուղիղ վտանգ ներկայացնեն հայկական պետականության համար, ակտիվացնել վերահսկողությունը պաշտպանության նախարարության կողմից Ռուսաստանի բոլոր ռազմական օբյեկտների ուղղությունով, քաղաքական իշխանություններին կոչ եմ անում ակտիվացնել եւ ինչքան կարելի ավելի շուտ ժամանակում ավարտել ռուսական ռազմակայանների, նկատի ունեմ ռուսական սահմանապահների եւ բոլոր ռազմական օբյեկտների ինչ քանակը առաջի հերթին, այսինքն թիվը սահմանափակել, եթե հնարավոր է միայն Գյումրիում ռազմակայանով, այսինքն հանել բոլոր մնացած հատվածներից Հայաստանի, այդ թվում Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմաններից եւ ուրիշ բոլոր վայրերից էլ եւ ինչքան կարելի ավելի լոկալիզացնել, այսինքն մեկ վայրում հավաքել ռուսական ներկայությունը, ապահովել ֆիզիկական վերահսկողություն հայկական զինված ուժերի կողմից ռուսական զինված ուժերի ներկայության ուղղությամբ, ցավոք Ռուսաստանը հիմա պաշտպանի տրամաբանությունից, որը հայ ժողովրդում ընկալվել է, որ դաշնակից եւ պաշտպան է, ինչ որ առումով եղել է վաղուց եւ դա ինչքանով եղել է, թե չէ դա էլի առանձին թեմա է, բայց ամեն դեպքում տպավորությունը հանրությունում այդպիսին էր, այդ իրավիճակը հիմա փոխվել է, Ռուսաստանը ներկայացնում է ուղիղ ռազմական սպառնալիք։ Եվ շատ ուղիղ պետք է այստեղ նաեւ ասվի, որ այս առումով Հայաստանի իշխանությունները պետք է մոտակա շաբաթների եւ ամիսների ընթացքում անեն շատ լուրջ քայլեր, պետք չէ սպասել ընտրություններին, պետք չէ սպասել նրան, որ այս խնդիրները եւ սպառնալիքները դառնան օրակարգային, որովհետեւ կարող են դառնալ այսպիսի տրամաբանությունով։ Վրաստանը մնում է շատ լուրջ թույլ կետ այս ամբողջ ճարտարապետությունում, որովհետեւ Վրաստանը պետք է որ ապահովեր նաեւ Հայաստանի համար անվտանգություն ինչ որ առումով, լինելով բուֆեր, բայց այդ բուֆերի իրավիճակը Վրաստանը չի կարող իրականացնել, որովհետև այսօր ինֆիլտրացիա է տեղի ունեցել եւ Վրաստանը վերահսկում է ռուսական կողմը, կարելի ասել, ուստի դուք բոլորդ հիմա շատ լավ հասկանում եք, որ մեր համար նաեւ ինչպես Ադրբեջանի եւ թուրքական պետությունների հետ սահմանը բացել է Թուրքիա եւ Ադրբեջանի հետ, խաղաղության օրակարգը, սա ցանկության հարց չէ, հարգելի այրենակիցներ, սա մեր պետության փրկելու կոնկրետ օրակարգ է, այո, փրկելու, որովհետև թուրքական վտանգ իհարկե գոյություն ունի, բայց մենք Վաշինգտոնի հետ միասին այդ վտանգը բալանսավորելու ենք եւ բալանսավորում ենք արդեն, այդ թվում ներառյալ կոնկրետ Զանգեզուրի միջանցքի ծրագրի չեղարկումը եւ TRIP-ի ծրագրով փոխարինումը, Հայաստանում ատոմակայան նոր կառուցելը, Հայաստանում NVIDIA-ի ներդրումները, չիպերի ներդրումները, տնտեսական ներդրումները, տեխնոլոգիական համագործակցությունը եւ այլն, Միացյալ Նահանգների հետ մենք միասին ամրապնդում ենք հայոց պետականությունը։ Ռուսաստանի հետ մենք ունենք հայոց պետականության չեղարկման կոնկրետ օրակարգ, ինչը ներկայացնում է շատ մեծ վտանգ։ Եվ այսպես, հարգելի այրենակիցներ, Լավրովի հայտարարությունները շարունակում են ապացուցել, որ վտանգները իրական են, սպառնալիքները շատ լուրջ են, եւ ԶԼՄ-ները եւ ցույցերը, որ կազմակերպվել են, դա նաեւ։ Այստեղ պետք է նաեւ ուղիղ ես ձեզ ասեմ, որ վտանգը վերաբերվում է նաեւ կոնկրետ այն հարցին, որ Ռուսաստանի հայերին կարող են ակտիվորեն օգտագործել այս ուղղությամբ։ Ես գիտեմ իմ ալիքը շատ Ռուսաստանից հայ է դիտում, ես կոչ եմ անում ձեզ, հարգելիներ, որ դուք առաջի հերթին չմոռանաք, որ դուք հայ եք եւ նկատի ունեմ, որ եթե այս իրավիճակում դուք տեսնում եք, որ նպատակը Ռուսաստանի հայկական պետության ոչնչացումն է, դուք որևէ դեպքում չպետք է աջակցեք դրան։ Ես ձեզ կոչ եմ անում չխառնվել այս եկեղեցու հետ կապված հարցերին եւ ցույցեր չկազմակերպել այդ թեմայով կամ չմասնակցել դրան, աջակցել նրան, որ որևէ մեկը ձեր ծանոթներից եւ այլն մասնակցի, նույն տրամաբանությունով ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանին որևէ դեպքում չպետք է աջակցեք, այն մարդիկ, ով հայրենասեր է եւ ով մտածում է հայկական պետության շահերի մասին, եւ սա պետք է հաշվի առնել։
Բացի դրանից ասեմ ձեզ, որ Թբիլիսիում նաև նախատեսված է ցույց, ճիշտ է, դեսպանության առջև չէ, եկեղեցու մոտ, ի աջակցություն եկեղեցու եւ սարսափելի գնահատականներ են հնչում, այդ թվում այս թեմայով իբրև իշխանությունները եւ հանրությունը պայքարում է եկեղեցու դեմ եւ այլն։ Մի խոսքով Ալեն Սիմոնյանը լավ պատասխան ձեզ սրա վրա տվեց, եւս մեկ անգամ ես էլ էի տվել նույն պատասխանը, որ կտրիչ Ներսյանը եկեղեցի չէ եւ մի խառնեք IQ տեստ է, հասկանում եք, չի կարելի ասել, որ դուք պայքարում եք կտրիչ եկեղեցու դեմ, եթե մենք պայքարում ենք կտրիչ Ներսյանի դեմ։ Եվ եթե մենք պայքարում ենք մեր եկեղեցին օտար գործակալներից, KGB-ի, բացի այդ, սրանից ավելի բացի այդ, ոնց ասենք, ազատագրելու համար մենք եկեղեցու համար անում ենք մեծ գործ եւ մեզ ապագայում դրա համար գնահատելու են նաեւ, որ մենք այդ մեծ գործը արել ենք։ Իսկ դուք, ով այսօր եկեղեցու պաշտպաններ եք, իբրև հայրենասերներ եք, իբրև իսկ իրականում KGB-ի շահերն եք անցկացնում, գիտակցում եք դուք սա թե չէ, դա երկրորդական հարց է։ Այդքան անգամ ենք ձեզ ուղիղ ասել արդեն, որ փաստացի եթե չեք գիտակցում, ապա շատ զարմանալի է դա։ Այսինքն գիտակցում եք, եւ եթե գիտակցում եք եւ դուք աջակցում եք հայրենասիրական թեզներով, իհարկե կտրիչն էլ հայրենասիրական թեզներով էր ամեն ինչ անում։ Եթե դուք աջակցում եք այս հայրենասիրական թեզերի ներքո եւ շնորհիվ հայկական եկեղեցու եւ հայկական պետության Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվելը, ապա դուք շատ մեծ հակահայկական գործ եք անում եւ ես իհարկե կոչ եմ անում Թբիլիսիի հայությանը եւ Ջավախքի նաեւ հայությանը որևէ դեպքում չմասնակցել որևէ այդպիսի ցույցերի եւ ես իհարկե հասկանում եմ, որ Վրաստանի իշխանությունները մեծ սիրով հիմա կաջակցեն այդպիսի գործողություններին եւ դա առանձին թեմա է, բայց ամեն դեպքում չմասնակցել այս ցույցերին, որոնք ներկայացնում են վտանգ նաև եւ որևէ ձև իրականում Վրաստանի շահը չեն սպասարկում, որովհետեւ ես լինելով քաղաքական նախաձեռնություն նախ եւ առաջ Վրաստանը ներկայացուցիչ, ասում եմ ձեզ կոնկրետ, որ Վրաստանի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ եւ Վրաստանի շահերը չեն համընկնում Ռուսաստանի շահերի հետ եւ աջակցել Հայաստանում ռուսական սցենարին, դա հակասել է Վրաստանի պետական շահին, ինչպես նաեւ Հայաստանի պետական շահին։ Ուստի ես ուրախ եմ եւ հպարտ եմ, որ ինձ այսպիսի հնարավորություն է տրվել, որ ես համ Վրաստանի, համ Հայաստանի միասնական 100%-ով համապատասխանող իրար շահը կարողանամ ապահովել եւ դա իմ համար շատ լավ է, ես ամեն ինչ եմ անելու, որ Վրաստանը եւ Հայաստանը լինեն միասնական եւ ունենան միասնական օրակարգ, որը ապահովում է եւ ամրապնդում է մեր միությունը։ Ի վերջո, ես ինչպես Վրաստանի հայ բացահայտ պետք է ասել, որ իմ բնական կարգավիճակն է ուզել, որ Վրաստանը եւ Հայաստանը լինեն ինչքան կարելի է ավելի մոտիկ իրար, որովհետեւ ես գիտեմ, որ ոչ Վրաստանն է Հայաստանին սպառնալիք, ոչ Հայաստանը Վրաստանին։ Այսպես չէ Ռուսաստանի դեպքում։ Այո, այսպես չէ։ Ռուսաստանի շահը այսօրվա իրավիճակում նշանակում է Հայաստանի պետականության ոչնչացումը։ Եվ ցավոք սա այդպես է։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվա իմ ուղերձը եւ ելույթը շատ կարևոր է, դուք ինքներդ եք շատ լավ հասկանում, սա այդքան էլ վերլուծական տրամաբանություն չէ, սա այսպես կոնկրետ քաղաքական գնահատականներ տալու օրակարգ է, եւ այո, մենք ձեր հետ միասին անցնում ենք ել ավելի կարևոր փուլ գործունեության եւ այս բաղադրիչները լինելու, այո, ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին, այո, միջև այս պահը շատ իմ կոչերը Հայաստանի իշխանությունները ես ոնց գործնային տեսնում եմ, ընկալվել է, գնահատվել է եւ քայլեր են արվել այդ ուղղությունով։ Եվս մեկ անգամ այսպիսի կոչով ուղերձով դիմում եմ, որովհետեւ սա պետք է օգնի մեր ընդհանուր բոլոր նպատակներին եւ այդ նպատակով ես կոչ եմ անում ձեզ, հարգելի հայրենակիցներ, որ անպայման այս վերլուծությունը լայքելով, մեկնաբանություններ գրելով, տարածելով եւ բաժանորդագրվելով աջակցեք նաեւ նրան, տարածելով նաեւ այս վերլուծությունը, որ մեր հանրությունը ինչքան կարելի ավելի շատ քաղաքացի իմանա այս իրականության մասին եւ նաեւ պատրաստ լինենք այսպիսի ծանր բարդ իրավիճակին։ Ասեմ ձեզ, մենք պատվով պետք է անցնենք այս իրավիճակով եւ հետընտրական իրավիճակը պահելուց հետո մոտավորապես կարելի ասել սեպտեմբերից արդեն կամ նույնիսկ եթե
քուլիսը ավարտենք, այսպես խաղաղ, ապա դրանից հետո վտանգները քչեզոքանա կարելի ասել, շատ ցածր մակարդակով կլինի, որովհետև ընտրությունները պետք է ավարտել, հաղթանակը ամբրապնդել, ապահովել, թույլ չտալ այսպիսի որևէ գործունեություն հակահայկական, եւ դրանից կարելի ասել սեպտեմբերից մենք ձեր հետ միասին կունենանք արդեն պինդ իրականություն, եթե ամեն ինչ գնա այն սցենարով, որը մեզ է պետք, որի մասին ես այս ուղերձում նաև խոսում էի, որը համապատասխանում է մեր շահերի։ Ուստի այդ ուղղությամբ մենք դրանից հետո կարող է շատ ավելի հանգիստ լինենք իրավիճակում։ Մինչև սեպտեմբեր ամիս կարելի է ասել, որ մեր իրավիճակը լինելու է լարված, հարգելի հայրենակիցներ, լարված, եւ մենք ստիպված ենք լինելու ձեր հետ միասին ակտիվորեն գործել այս ուղղությունով։ Այդ թվում եւ բացահայտ ասեմ ձեզ, որ իհարկե դուք շատ լավ հասկանում եք, որ իմ գործունեությունը չի սահմանափակվում միայն այսպիսի հանրային ելույթներով եւ այլն, եւ ես փորձում եմ իմ ներդրումը ունենամ Վրաստանի եւ Հայաստանի միասնական ապագայում, եվրոատլանտյան մեր ապագայում, որտեղ որ մենք պետք է միասին լինենք եւ այս ուղղությամբ ես իմ գործերը շարունակելու եմ։ Իհարկե նաև հասկանում եմ, որ իրավիճակը վտանգավոր է, այդ թվում իմ համար, եւ Հայաստանի իշխանությունների համար էլ իրականում եւ ուրիշ նաև տարբեր շրջանակների, բայց պետք է ասեմ, որ մենք հասկանում ենք այդ ամենը, բայց գնալու ենք այս ճանապարհով, որովհետեւ սա միակ ճիշտ ճանապարհն է եւ միակ ճանապարհն է համ Վրաստանը շահերը, իմ դեպքում Վրաստանի շահերը ապահովելու համար, համ էլ իմ եւ ձեր բոլորի դեպքում նաև Վրաստանի քաղաքացիներ էլ այս կողմը նկատի ունեմ նաև իհարկե Վրաստանի քաղաքացիների դեպքում Վրաստանի ուղղությունը եւ Հայաստանի քաղաքացիների դեպքում Հայաստանի եւ հայերի դեպքում նաև Հայաստանի դա տրամաբանական է, հայերը մտահոգված են միշտ եւ հետաքրքրված են հայկական պետությունով, որտեղ որ լինեն, պետք է այդպես լինի եւ դա մենք գիտենք, դա նորություն չէ։ Ուստի հարգելի այրենակիցներ, շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, հուսով եմ, որ այս մեր վերլուծությունը չի լինի խոսք միայն, այլ կլինի գործ, բայց գործը սկսվում է խոսքով, այսինքն խոսքով այս գործը սկսենք եւ գործով առաջ տանենք եւ սա շատ կարեւոր է։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։